Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնելու, թե ինչպես եփել հավի միսը, որպեսզի ստացվի համեղ, որը որ կօգտագործենք աղցանների, ճաշերի եւ փլավների համար։ Հավաստիացնում եմ, որ հենց այնպես ջրի մեջ եփածը եւ այս տարբերակը, որը որ ներկայացնում եմ, իսկապես տարբերվում է։ Այս տարբերակով պատրաստվածը շատ համեղ է։ Սկզբում, երբ որ եռում է, առաջին այս եռման ջուրը թափում ենք, չենք օգտագործելու եռման պահից, արդեն իսկ կողքից ես դրել եմ մեկ այլ կաթսա, որը որ պետք է եռա, երբ որ կեռա, այդ ժամանակ արդեն իսկ հավի միսը տեղափոխում եմ այս եռացող մյուս կաթսայի մեջ։ Պետք չէ նոր ջուր լցնել սառը վիճակով, արդեն իսկ ինքը եռման պրոցեսի մեջ է, պետք չէ դադարեցնել եռման պրոցեսը, այս տարբերակով ավելի ճիշտ է, երբ որ հանում ենք մյուս ջրից եւ տեղափոխում եռման ջրի մեջ։ Երբ որ տեղափոխում ենք, ավելացնում ենք համեմունքները, ավելացնում ենք սոխ, 1 գազար, նախապես կեղևահանել եմ, հետո նոր ավելացնում եմ, 2 դափնու տերև եւ կես թեյի գդալ, հատիկ սև պղպեղ, նաեւ ավելացնում եմ 3 պատճ սխտոր։ Կարող եք նաև ավելացնել նեխուր, այս դեպքում ես միայն այս համեմունքներն եմ նախընտրում, վերջում ավելացնում ենք աղը, 5 րոպե եռում է եւ հետո արդեն իսկ պատրաստ է մեր հավի միսը։ Տավարի միսն էլ եմ այս նույն եղանակով եփում, հետո օգտագործում աղցանների համար կամ ճաշերի համար։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք հենց այս տարբերակով, որովհետև իսկապես տարբերվում է համը այսպես եփածի, երբ որ աղցան ենք պատրաստում կամ ճաշերն ենք պատրաստում։ Ես սովորաբար այս դեպքում պատրաստում եմ փլավները եւ նաեւ հավի մսով այս տեսակի ճաշերը, արգանակը նույնպես օգտագործում եմ։ Դե ինչպես նշել էի, աղցանների անպակաս մասն է կազմում այսպես եփվածը։ Հենց այս եփված հավի մսով պատրաստել եմ այս համեղ աղցանը, որը կհրապարակեմ շուտով իմ YouTube-յան ալիքում։ Շատ համեղ աղցան է եւ հեշտ պատրաստվող։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը եւ օգտակար էր այս տեսանյութը ձեր համար, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել ալիքին։ Նաեւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր եւ համեղ բաղադրատոմսերով։